Ուրոլոգիան դա այն մասնագիտությունն է, որը զբաղվում է տղամարդկանց մոտ միզասեռական համակարգի խնդիրներով։ Այդ համակարգի մեջ մտնում են մետերիալ օրգանները տղամարդկանց մոտ, դրանք երիկամներն են, միզածուրանները, միզապարկը, շագանակագեղձը, արտաքին սեռական օրգանները, միզուկը։ Զբաղվում ենք նաև բնականաբար մակերիկամներով։ Ցանկացած ուրոլոգ նախ եւ առաջ ուրոլոգ-օնկոլոգ է, ուրոլոգ-ռուցքաբան է։ Հնարավոր չի լինի ուրոլոգ, որը չի զբաղվում օնկոլոգիական ռուցքային հիվանդություններով։ Մեր մասնագիտության հայելին հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղը։ Շագանակագեղձի բարորակ գերաճը ադենոմա կոչվածը, որը բարորակ ռուսկի ամենահաճախ պաթոլոգիական հիվանդությունն է, բնականաբար մենք դրանով ենք զբաղվում, վիրահատում ենք եւ դրա համար բարձր տեխնոլոգիաներ ունենք։ Լապարասկոպիկ ուրոլոգիան դա շատ բարձր տեխնոլոգիական մի ոլորտ է, որը պահանջում է համապատասխան գործիքներ եւ բնականաբար մեր վիրասրահ համալրված համապատասխան գործիքներով, դրանք լավագույններն են, դրանք ամենաառաջնայիններն են, դրանք թույլ են տալիս մեզ կատարել լապարասկոպիկ վիրահատություններ ամենաբարձր մակարդակով, լավագույն որակով, էնդոսկոպիկ վիրահատությունները, այսինքն շագանակագեղձի բարորակ գերաճը, միզապարկի գույացությունները, ստորին միզուղիների քարերը, օտարմարմիններ եւ այլ, այդ ամենի համար մենք ունենք էնդոսկոպիկ շատ լավ սարքավորումներ։ Բավարարություն կա բավականին թյուր, որ ուրոլոգները զբաղվում են միայն տղամարդկանցով։ Բնավ այդպես չի։ Մենք ուրոլոգներս զբաղվում ենք կանանցով, բնականաբար նույնպես, հա, եւ կանանց միզային համակարգը նույնպես մեր գործունեության մի բավականին լուրջ մասն է կազմում եւ շատ մեծ առավելություններ ունենք նրանում, որ մեզ մոտ կանանց ուրոլոգիայով զբաղվում է կինը։ Չէ՞ որ կանայք էլ ունեն երիկամ, ունեն միզածուրան, միզապարկ, միզուկ։ Բնական է այդ ամենով զբաղվում են ուրոլոգները։ Կանանց մոտ բնական է լինում է եւ միզաքարային հիվանդություններ լինում եւ ուռուցքային հիվանդություններ են լինում, այն ինչ որ հաճախ տղամարդկանց մոտ պատահում է միզապարկի նորագույացությունները, ցավոք սրտի կանանցել է դա բնորոշ։ Առնչվում ենք շատ հաճախ հղի կանանց ուրոլոգիական հիվանդությունների հետ, պտղի դիրքի հետ կապված, երբ որ մեզի արտահոսքն է խանգարվում վերին միզուղիներից, կամ միզաքարային հիվանդությունը հղի կանանց մոտ, ինչը որ չես կարող վիրահատել կնոջը հղիության ընթացքում, այսինքն պետք է տալ խնդրին լուծում, որպեսզի կինը բարեհաջող ծննդալուծվի եւ նոր դրանից հետո զբաղվել իր հիմնական խնդրով։ Բնական այդ ԱՄՆ-ով զբաղվում է մեր ծառայությունը։ Վիրահատող կինոռոլոգները, ես չգիտեմ, երևի 1-2-ն են։ Մասնավորապես Բժիշկ Արաքելյանը, որի հետ մենք միասին աշխատում ենք այստեղ, նա էլի ամբողջ ուրոլոգիական ծավալ ապահովող մեկն է եւ այդպիսիք իսկապես շատ քիչ են։ Նորից եմ ասում 1-2 այս երկրում։ Շատ ամենածանր հիվանդությունով եւ ամենածանր վիրահատությամբ, եթե հիվանդը ունի հավատ իր բժշկի հանդեպ, հավատ եւ վստահություն տվյալ կլինիկային, տվյալ հիվանդանոցին, ասեմ ձեզ, որ արդյունքը շատ ավելի լավ կլինի։ Սա շատ պատասխանատու վիրահատություն է, հա, հատկապես երբ որ են կատարվում լապարասկոպիկ եղանակով, մյուս փափուկ դաժանատերը, կա դաժանությունը երկար է։ Սա շատ պատասխանատու վիրահատություն է, բնականաբար, ասեմ ձեզ, վիրաբույժը վիրահատության ժամանակ կարելի ասել անջատվում է ամբողջ աշխարհից։ Մենք մենակ, գիտեմ, որքանով է իմաստացը փոխանցում բժշկի հոգեվիճակը, հա, այդուհանդերձ դա է որ կա։ Անասած աշխարհը մեզ համար այս բանի գոյություն չունի, այլևս վերջ։